Եթե երկրի ղեկավարը չի տիրապետում դիվանագիտական էթիկետի տարրական կանոններին, առաջին հերթին նա գցում է իր երկրի հեղինակությունը։ Գործադիր իշխանության ղեկավարի զուգընկերուհի, ով կարմիր գորգով պաշտոնական այցի ժամանակ քայլում է սպորտային կոշիկով, ջինսերով։ Սա ուղղակիորեն ազդում է երկրի ժողովրդի ազգի վարկանիշի վրա, միանշանակ։ Ամեն երկրի ղեկավար ինքն է որոշում եւ ընտրում, թե ինչ էմոցիաների հետ են ուզում իրեն կոմունիկացնեն։ Կան քաղաքական գործիչներ, որոնք պատրաստ են մեմ դառնան, որպեսզի շեղեն ժողովրդին։ Հայի առանձնահատկությունը այն է, որ կապ չունի, թե որ երկրում է նա ապրում, իր գործի, եկամուտի մի մասը անպայման ուղղվում է դեպի երկրի զարգացում։ Բարերարին գալանքի տակ պահելու փոխարեն լավ կլիներ, որ մեր գործադիր իշխանության ղեկավարը մտածեր նոր աշխատատեղեր ստեղծելու մասին։ Ոմանք պահի շահի դրդմամբ վարվում են այնպես, ինչպես իրենց հարմար է, եւ դրա անունը դնում դիվանագիտություն։ Երբեմն էլ խախտում են դիվանագիտական տարրական էթիկետը եւ դա անվանում են ձևականություն։ Այսօր խոսելու ենք ձևի բովանդակության մասին։ Եվ իմ զրուցակիցն է Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն, դիվանագիտական էթիկետի մասնագետ, մեր ձևով շարժման ներկայացուցիչ Գոհար Ղոմաշյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ժամանակակից աշխարհ, մեր օրեր, թվայնացված է ամեն ինչ, թվային տեխնոլոգիաները առաջին պլանում են, արդյոք դիվանագիտական էթիկետը այսօր շարունակում է մնալ արդիական առհասարակ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Միանշանակ դիվանագիտական էթիկետը կարևորագույն մասնիկ է մինչ օրս ընդհանրապես միջազգային հարաբերությունների մեջ եւ այդ կանոնների պահպանումը իհարկե բերում է միջազգային հարաբերությունների ավելի հեշտ ընթացքին։ Իհարկե ժամանակակից աշխարհը եւ այն մարդիկ, լիդերները, ովքեր գալիս են երկրի պետությունների ղեկավարներ որպես, փորձում են ժամանակ առ ժամանակ շրջանցեն դիվանագիտական արարողակարգը, որոշակիորեն խախտելով նորմերը, անվանելով դա իբրև նոր դիվանագիտություն, բայց այսպես կլասիկ դիվանագիտության մեջ դեռևս պահպանվել են այն երկրները, որոնք են օրինակ Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Կանադան, Ֆրանսիան, որոնք որ մշտապես հետևում են դիվանագիտական արարողակարգին եւ ոչ միայն հետևում են, այլև ստիպում են, որպիսի այն երկրների ղեկավարները, ովքեր այցելում են իրենց իբրև պետական այց, իրենք նաև հետևեն իրենց երկրի առանձնահատկություններին։ Օրինակ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը այցելելիս դու անպայման պիտի ֆրակ կրես եւ նույնիսկ Դոնալդ Տրամպը, որը տարբերվում է իր հակումով խախտել բոլոր կանոնները, դիվանագիտական էթիկետի եւ ոչ միայն, նույնիսկ ինքը ֆրակ էր կրում այն ժամանակ եւ պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում էր։ Ճապոնիայում ընդունված է, որ եթե ձեր տուն հյուր է գալիս, նա պիտի շարժվի ձեր տան կանոններով, հակառակը դա կդիտարկվի որպես անհարգալից վերաբերմունք։ Ինչը շատ տրամաբանական է։ Այո։ Ձեր թվաց երկրները ամենազարգացած, առաջադեմ եւ փաստորեն աշխարհում եղանակ թելադրող երկրներ են եւ ստացվում է, որ հենց այդ երկրներն են պահպանում դիվանագիտական էթիկետը, ինչ ազդեցություն է ունենում, ինչ համբավ է ձեռք բերում այն երկիրը, ում ղեկավարը ոչ միայն չի տիրապետում տարրական կանոններին, այլ նաև կոպտորեն դրանք խախտում է։ Իրականում դա շատ ակտուալ հարց է, քանի որ յուրաքանչյուր երկրի ղեկավար, երկրի ներկայացուցիչ իր մեջ ներառում է հավաքական կերպարը իր ժողովրդի։ Եվ եթե երկրի ղեկավարը չի տիրապետում դիվանագիտական էթիկետի եւ արարողակարգի հմտություններին եւ տարրական կանոններին, առաջին հերթին նա գցում է իր երկրի հեղինակությունը։ Արդյոք մեր երկիրը եւ մեր ժողովուրդը արժանի է ունենալ
գործադիր իշխանության ղեկավարի զուգընկերուհի, ով կարմիր գորգով պաշտոնական այցի ժամանակ քայլում է սպորտային կոշիկով, ջինսերով, կամ պաշտոնական այցելությունների ժամանակ կրում է այնպիսի մերկության տպավորություն թողնող զգեստ, որ դրանից հետո ամբողջ աշխարհը ծաղրում է եւ ծիծաղում է մեզ վրա։ Կան մասնագետներ, կան պրոֆեսիոնալներ, որոնք որ կարող են ճիշտ ուղղություն տալ երկրի ղեկավարներին, իրենց առաջին տիկիններին, բայց այստեղ հարց է ծագում, արդյոք մենք ուզում ենք օգտվենք պրոֆեսիոնալներից, որ իրենք մեզ ճիշտ ուղղություններ տան, թե մենք ուզում ենք միջազգային ասպարեզում վերջնականապես խաղալ Հայաստանի Հանրապետության վարկանիշի հետ։ Այսինքն սա ուղղակիորեն ազդում է երկրի ժողովրդի ազգի վարկանիշի վրա։ Միանշանակ։ Բոլորս այսօր արդեն մեսենջերներով ենք միմյանց հետ կապը պահպանում, արդյոք սա տեղափոխվել է նաև դիվանագիտական հարաբերություններ։ Տեսեք, իրականում թվային աշխարհը շատ է փոխել նաև միջպետական հաղորդակցությունը, եւ այս իմաստով ժամանակին երկրի ղեկավարները բավականին երկար նամակագրություններ էին ունենում պետական մակարդակի, իրենց աշխատակազմներն էին երկար ժամանակ օֆիցիալ նամակներով, հետո արդեն ավելի ոչ օֆիցիալ շփումներ հաստատում, հետո նոր երկրի ղեկավարները հանդիպում էին եւ տետատետ քննարկում էին իրենց կարևոր հարցերը։ Հիմա ամեն ինչ այլ կերպ է եւ երկրի ղեկավարները ավելի արագ տարբեր կապի միջոցներով, որոնց են Telegram-ը, WhatsApp-ը եւ այլ մեսենջերներ, կարողանում են կարևոր հարցերը այդպես քննարկել եւ արդեն դրանից հետո իրենց աշխատակազմները ապահովում են հենց դիվանագիտական արարողակարգը եւ պաշտոնական նամակագրությունը, բայց իհարկե դիվանագիտական էթիկետը եւ արարողակարգը ապահովում է երկրների հավասարությունը, որպիսի այդ պրոտոկոլի միջոցով իրենք հավասար պայմաններում լինեն, անկախ երկրի մեծությունից եւ հզորությունից։ Ձեր ասածից կարող են հետևություն անել, որ երևույթներ, որոնց մենք ականատես եղանք, հատկապես վերջին շրջանում, այն է դրոշի գլխի վայր ներկայացումը, սա միտում էր անհավասար պայմաններում դնելու պետության շահերը, սա վերաբերմունք էր այդ պետությանը ու ժողովրդին, թե սա վերաբերմունք էր անհատին։ Կարծում եմ առաջին հերթին սա վերաբերմունք էր անհատին, քանի որ այդ անհատը գործադիր իշխանության ներկայացուցիչը եւս սխալ դրսևորումներ է թույլ տվել իրենց երկրի նկատմամբ, իսկ արդեն քանի որ այդ անհատը ներկայացնում է ամբողջ երկրի, այսպես ասած, շահերը, ժողովրդին, այստեղ իհարկե անխուսափելի է, որ անհատին վերաբերմունքը մուլտիպլիկատիվ էֆեկտով անդրադառնում է իհարկե մեր երկրի ժողովրդին։ Արևելյան եւ արևմտյան դիվանագիտության էթիկետի ինչ առանձնահատկություններ կան, որ երկրներն են, որ առավել խիստ են վերաբերվում, դուք Ճապոնիա, Կանադա շեշտադրեցիք, իսկ տարբերությունները որոնք են, որոնք աններելի կլինեն, եթե դրանք խախտվեն։ Արևելյան երկրների դիվանագիտական արարողակարգը եւ էթիկետը, այնտեղ շտապողականություն չկա, իրենք ավելի այսպես ճկուն են, երկրի ղեկավարները կարող են օրինակ սուրճի կամ թեյի սեղանի շուրջ քննարկեն որոշ հարցեր բավականին բարձրաստիճան եւ նույնիսկ չնկատեն, թե ոնց այդ խնդրի լուծումը տրվեց, իսկ արևմտյան երկրների դիվանագիտությունում ամեն ինչ ավելի ֆորմալ է, հստակ եւ արագ։ Վերադառնանք թվային կոմունիկացիայի մեխանիզմներին, որոնք այսօր թափանցել են բոլոր բնագավառները եւ դիվանագիտական ասպարեզը բացառություն չի ամենևին։ Արդյոք այսօր դիվանագիտական հարաբերություններում ուղերձներում հասարակությանը ուղղելու ձևաչափ է փոխվել, ինչ-որ բան է փոխվել եւ նորացնելու կարիք կա։ Օրինակ, սրտիկների ցուցադրումն ու պարբերաբար դրանց ուղարկումը ինձ, ձեզ, բոլորիս, սա ինչ է նշանակում։
Արդյոք սա հանրությանը ուղերձ չէ, որ թեթև տարեկայնիչ լինելու է, եւ չէ, որ այդ սրտիկները տեսնում ենք ոչ միայն մենք, այլ նաեւ միջազգային ասպարեզում մեզ հետևում են։ Սրտիկները իրականում դիվանագիտության հետ ընդհանրապես որևէ կապ չունեն, ամեն երկրի ղեկավար ինքն է որոշում եւ ընտրում, թե ինչ էմոցիաների հետ են ուզում իրեն կոմունիկացնեն, կան քաղաքական գործիչներ, որոնք պատրաստ են մեմ դառնան, որպեսզի շեղեն ժողովրդին եւ հասարակությունը իրական խնդիրներից, որոնք տիրում են մեր երկրում։ Նույն այս շարքից է արդյոք գլխարկի կրելը տարբեր վայրերում ներկայանալով, որը շատ դեպքերում անհարգալից վերաբերմունքի դրսևորում է տվյալ միջավայրի հանդեպ, արդյոք սա նույնպես արվում է միտումնավոր քննարկման առիթ հանդիսանալու համար, քննարկման թեմա մատուցելու համար, ընդհանրապես դիվանագիտական լեզու կոչվածի մեջ գլխարկի կրումը այնտեղ, որտեղ ընդունված չէ դա, ինչպես է թարգմանվում։ Ամբողջ աշխարհում ընդհանրապես գլխարկի կրումը նամանավանդ պետական այցերի ժամանակ փակ տարածքներում շատ մեծ անհարգալից վերաբերմունքի նշան է։ Երբ երկրի ղեկավարը պետական այցի ժամանակ կլինի դա բաց միջավայրում, թե փակ կրում է գլխարկ, դա չի կարող միտումնավոր չլինել։ Հնարավոր չէ այն մասնագետը, ով պատասխանատուն է իր դիվանագիտական արարողակարգի համար, դրա մասին չիմանա։ Որտեղ Դա տարապանվում է։ ֆանտաստիկայի ժանրից է։ Բացառություններ կարող են լինել, օրինակ հրեաների մոտ, արաբական երկրներում, երբ որ գլխարկը դա կրոնական նշանակություն ունի։ Մենք ոչ հրեա ենք, ոչ էլ արաբ։ Եվ հետևաբար հարց է ծագում. ինչու է դա արվում։ Ոչ էլ Անգլիայի թագուհի։ Այո, այդ օրը ես ստացել եմ տասնյակ զանգեր, որտեղ իմ գործընկերները, իմ միջազգային գոլեգաները զանգահարել էին, որպեսզի իմանային, արդյոք մեր երկրի դիվանագիտական արարողակարգում պետական մակարդակով չկան մասնագետներ, ովքեր կարող էին խորհուրդ տալ, որ դա ընդունելի չէ։ Իհարկե մենք ունենք այդ մասնագետները։ Այստեղ իհարկե խոսքը ճաշակի մասին չէ, նորաձեւության մասին չէ, այստեղ պարզապես մարդը շատ բարձր մակարդակով խաղում է երկրի հեղինակության հետ։ Հետևաբար, եթե դու որպես գործադիր իշխանության ղեկավար չես հարգում այն երկիրը, որը այցելում ես, ինչ ես սպասում ստանաս հակառակը։ Այստեղ հարց մեր հանրությանը։ Ինչպես ներկայացրել եմ արդեն ձեզ, հետևորդների համար հիշեցնեմ, որ դուք նաև հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենն եք, արդյոք այսպիսի նրբություններ կան եւ պահպանվում են նաև գործարարների միջև փոխհարաբերություններում հաղորդակցման մեջ, ձեր հաղորդակցման մեջ նրանց հետ, արդյոք այստեղ նույնպես կան ուղերձներ պահվածքի, հագուստի, թե այնուամենայնիվ գործարար ասպարեզը դիվանագիտական ասպարեզից ավելի մեղմ է։ Մեղմ է հաստատ, գործնական հարաբերությունները իրենք ավելի ճկուն են, քան դիվանագիտական, այստեղ դու կարող ես քո յուրովի շտկումները իրականացնես, որոնք որ չեն խաղում երկրի հեղինակության հետ, այստեղ դու ներկայացնում ես քո բիզնեսը, իհարկե Հայաստանում մի քանի տարի առաջ ամեն ինչ ավելի բարդ էր մեր գործարար համայնքում, գործարարները հակված չէին նոր գիտելիքներ ստանալու,
նամանավանդ արարողակարգի մեջ։ Մեր օրյա Հայաստանում ամեն ինչ այլ է եւ դա շատ գովելի է, երբ մեր հայ գործարարները ամենօրյա ռեժիմով աշխատում են իրենց վարվելակերպի, իրենց խոսքի, իրենց թայմինգի հետ կապված եւ ինչը շատ ողջունելի է, նաեւ պաշտոնական նամակագրությունները փորձում են ավելի գրագետ իրականացնել։ Հայ գործարարի կերպարը արդյոք բազում այլ ազգերի ու պետությունների գործարար աշխարհի ներկայացուցիչներից ինչ որ կերպ տարբերվում է, քանի որ փորձ ունեք, շփվել եք բազմաթիվ գործարարների հետ, հայ գործարարներ նույնիսկ ովքեր իրենց գործունեությունն ու կերպարը կերտել են այլ երկրում, բայց եւ հայ լինելով ունեն մի ընդհանուր բնութագրող հատկություն. հայ գործարարը արդյոք ունի միջային կլիշե, որով առանձնանում է մյուսներից։ Այստեղ ես կցանկանայի մեջ բերել իհարկե Սամվել Կարապետյանի խոսքը, երբ մենք անձնական զրույցի շրջանակներում, նաև ինտերվյուի խոսում էինք այդ մասին, թե ինչպիսին ինքը կուզենար, որ հայ գործարարի կերպարը լիներ, ինքը միշտ նշում էր, որ շատ է ուզում, որպիսի հայ գործարարը ամբողջ աշխարհում ունենա այդ վստահությունը, վստահելի գործարար լինելու, այսպես ասած, անունը։ Հայ գործարարի առանձնահատկությունը դա բարեխղճությունն է եւ նվիրվածությունը իր գործին։ Դուք ամենօրյա ռեժիմով շփվում եք հայ գործարարների հետ, տարբեր բնագավառներ, տարբեր սեռի ներկայացուցիչներ, Հայաստանում կին գործարար կերպարը վերջո կայացավ, թե դեռ կայացման ընթացքում է։ Իրականում կայացման փուլում է դեռ, ընդհանրապես ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք այդ միտումը, երբ կին գործարարը նվաճում է լուրջ բարձրունքներ բիզնեսում։ Իրականում Հայաստանում եւս այդ տենդենսը մենք տեսնում ենք, բազմաթիվ խոշոր ընկերություններում ղեկավարում են կանայք, կին գործարարներ, այստեղ իրականում բիզնեսը սեր չի ճանաչում եւ կապ չունի կին է թե տղամարդ ղեկավարը, կարևորը որ իր գործի նվիրյալ լինի, հմտություններին տիրապետի եւ իհարկե իր երկրի հանդեպ ունենա այդ հավատը եւ հենց այդ հավատը եւ վստահությունը իր երկրի նկատմամբ կբերի իհարկե այդ բարիքին, որը ինքը կարող է ստեղծի ի նպաստ երկրի զարգացման, տնտեսության զարգացման եւ ներդրումային հնարավորությունների։ Իդեպ ներդրումների վերաբերյալ իսկապես կարևոր է, որովհետև հասկանալով, որ Հայաստանը անկայուն վիճակում է, թե տարածաշրջանի առումով եւ այլ բոլորիս հայտնի պատճառներով, ներդրումների համար առանձնապես պարարտ չէ։ Եվ միայն նվիրյալ, երկրին նվիրյալ գործարարն է, որ իր հոսքերը ուղղորդում է հայրենիքին։ Այո, դա շատ ցավալի թեմա է ինձ համար։ Իհարկե, Հայաստանը բոլորը ճանաչում են, շատերը ճանաչում են իր նվիրյալներով, ովքեր սփռված են ամբողջ աշխարհում, նվիրյալ բարերարներ, նվիրյալ գործարարներ, նվիրյալ տաղանդավոր գործիչներ, կապ չունի թե որ բնագավառից, բայց հայի առանձնահատկությունը այն է, որ կապ չունի թե որ երկրում է նա ապրում, իր գործի, եկամուտի մի մասը անպայման ուղղվում է դեպի երկրի զարգացում, իրենց պատմական երկրի։ Մեր պարագայում իհարկե ունենք շատ ողբերգական իրականություն, երբ հայ ազգի մեծն բարերար Սամվել Կարապետյանը, ով շատ մեծ ներդրումներ է իրականացրել, մեծ բարեգործություններ է իրականացրել ի նպաստ մեր երկրի զարգացմանը, այս պահին գտնվում է անազատության մեջ։ Իրականում բարերարին կալանքի տակ պահելու փոխարեն լավ կլիներ, որ մեր գործադիր իշխանության ղեկավարը մտածեր նոր աշխատատեղեր ստեղծելու մասին, չէ՞ որ մեր երիտասարդության 26%-ը գործազուրկ է համարվում եւ ժողովրդի 60%-ից ավելին
նույնիսկ դժվարանում է իրենց կոմունալները վճարել, եթե մի մարդ, որը գործադիր իշխանության ղեկավարն է, որը պատասխանատուն է մեր երկրի ապագայի համար, անում է ամեն ինչ, որ դիվանագիտական առումով, տնտեսության առումով, սոցիալական առումով խաղա իր երկրի հեղինակության հետ, արդյոք այդ մարդը իրավունք ունի շարունակել պատասխանատվություն կրել իր և մեր երկրի համար։ Եկեք բոլորս մտածենք այդ մասին։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հայաստանը փոքր է, հայերս փոքրաթիվ։ Մեզ եւ մեր երկիրը ճանաչում են անհատներով։ Եվ վայ մեզ, եթե հանկարծ մի օր որոշեն մեզ ասոցիացնել անհատի հետ, ով վարկաբեկել է մեզ։ Մնացեք խաղաղությամբ, հանդիպելու ենք առայժմ։